Այս պահի դրությամբ խոսել ենք լրագրողների հետ, ներկայացրել ենք մեր խնդրանք պահանջը, ընթերցել ենք դիմումը, որտեղ հիմնական կետերը ասեմ, մենք պահանջում եւ խնդրում ենք, որպեսզի ազատ արձակեն դպրոցական Դավիթ Մինասյանին, ով ունի բազմաթիվ առողջական խնդիրներ եւ կալանքը համատեղելի չէ առողջական խնդիրների։ Բացի հայլում գերազանց սովորող աշակերտը այսօր զրկված է կրթություն ստանալու իրավունքից։ Պահանջում են, որպեսզի համաչափ գործողություններ իրականացվի եւ Դավիթին ազատ արձակեն կամ գոնե տան այս պահի դրությամբ տնային կալանք, որպեսզի նա գտնվի ծնողների խնամքի տակ։ Պահանջում են, որպեսզի Տիկին Վարդապետյանը իջնի ներքև, խոսի մեզ հետ, բայց ոնց հասկանում եմ, դեռ հաջողության չենք հասել։ Մեզ հրավիրում են ներս ինչ-որ բաժնի պետի հետ հանդիպելու, ինչը մենք չենք ուզում դիմումը թողնելու համար, բայց գուցե փորձենք մտնել ներս եւ բախտը մեզ ժպտա հանդիպել։ Աննան լավատես է, հաշվի առնենք։ Փորձում եմ լավատես լինել, որ չգժվեմ այս երկրում։ Քանի որ նշեցիք այսօր եկել եք դատախազության դիմաց, այդ դեպքից հետո բավականին աղմուկ եղավ, նույնիսկ իշխանության այսպես ասած ներկայացուցիչ վետի համայնքապետը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ երեխան չակերտներով երեխան իր վերջին զանգը կանցկացնի քրեակատարողականում։ Օրինակ, մի բան ասեմ, էլի, եկեք այս արևոտ օրով նման մարդկանց չանդրադառնանք, ես չեմ սիրում, հա, խոսել այդ որակի մարդկանց մասին։ Եթե կարիք լինի, ոչ այսօր, հաջորդ հանդիպումների ժամանակ կխոսեմ դրա մասին։ Միանշանակ չի կարա ոչ մի գիտակից եւ խելացի մարդ նման մանկապարտեզի մակարդակի հրապարակմանը դրական արձագանքի։ Դա ընդհանրեն իր պատկերն է, իր գրածները։ Իսկ ես կավելացնեմ, որ ես ամբողջ այս 8 տարիների ընթացքում նկատել եմ 18 տարեկան երեխեքի նկատմամբ ատելություն, եւ այդ ատելության դրսևորումը հենց այդ ստատուսում է։ Ու երիտասարդները, որոնք որ չեն տեսել, թող իմանան, որ փաստորեն իշխանության ներկայացուցիչը այդ կարծիքն ունի 18 տարեկան երիտասարդների մասին, որ այո, ուրախանում է, որ 12-րդ դասանի աշակերտը պետքա վերջի զանգը նշի, ինչ էր ասել, գաղութում, Արմավիրի քրեակատարող։ Ես մաղթում եմ իրեն նույնը եւ թող իմանան, որ երբ որ իրենք չլինեն իշխանության եւ չունենան այդ թիկնապահների, այդ կույտը եւ ոստիկանների գվարդիաներ իրենց կողքին, իրանց նույնիսկ արմավիր քրեակատարողական հիմնարկները չի փրկելու ժողովրդի ցասումից եւ այն ատելության ձևավորումից, որոնք որ իրանք ծլեցրել են այս երկրում, որովհետեւ իրականում ես չգիտեմ ինչ տեսակ մարդ ու ինչ նողկալի պիտի լինես, որ դու ծիծաղես եւ դե այն որ ծիծաղում են իրենք ներսում լավ դա պարզ է, բոլորս էլ հասկանում ենք, որ երևի թե անգամ ուրախացել են, չգիտեմ, նշել են այդ օրը, բայց որ նրանցից մեկը այնքան կարա նողկանք ունենա իր մեջ այդ մաղձը թափելու որ բռնի ստատուս գրի դա հանրային ձևով ներկայացնի, դա փաստորեն փաստացի տեսանք բոլորս։ Դա ոչ մի կերպ չի կարող նորմալ մարդու ուղեղում տեղավորվել, կապ չունի քաղաքական թիմի ներկայացուցիչը, ուղղակի հասարակ քաղաքացի է, ոնց կարելի է նման հրապարակում գրել եւ ծաղրել երիտասարդի, ծաղրել տղայի կամ կապ չունի, ծաղրել աղջկա, գիտեք ամեն ինչ գեղեցիկ է չափ ու սահմանի մեջ։ Դուք որևէ ակնկալիք այսօր ունեք դատախազությունից ոչ կվեսայի։ Եթե չունենենք, չէի գա, ես կարծում եմ ամենայն անկեղծությամբ եմ ասում, իմ կարծիքն է, հանրային ճնշումը ինչքան մեծանա, ինչքան այստեղ շատ մարդ կա կանգնի, ինչքան մենք սոցիալական հարթակներում անընդհատ խոսենք դրա մասին, հավատացեք փոփոխություն գալու է։ Չգիտեմ, հիշում եք թե չէ այն դեպքը, երբ որ 8 ամսական երեխայի հետ մորը կալանավորել էին, ես ամեն աստծո օր իմ ստորիները սկսվում էր բարի լույս, այդ կինը պիտի անհապաղ ազատ արձակվի եւ գնա տունի 8 ամսական երեխայի հետ եւ ավարտվում էր բարի գիշերս դրանով։ Չեմ ասում, որ միայն իմ շնորհիվ դա եղավ, բայց հանրային ճնշում եղավ, մարդիկ օքեյ չէին դրա հետ, որ կինը, որը թարգմանություն էր արել, հայտնվել էր կալանավայրում 8 ամսական երեխայի հետ։ Հիմա նույնը Դավիթին ա վերաբերվում։ Պիտի ամեն թեկուզ եւ եթե կա հանցանք, որը որ դատարանով դեռ պետքա պարզվի, հա, եկեք այն որ ուղակի որ մեզ ասում են հանցանքա, դրան չհավատանք։ Բոլորս այդ վիդեոները տեսել ենք ոնց է ձեռը ուղակի հասնում ուսին
ու տեսել ենք նաև հարվածը թիկնապահի կողմից, ինչքան ուժգին է եղել ու այո, հարվածը, որը որ տապալել է այդ երեխուն։ Այսինքն մենք չենք կարողանում իրար կողք դնել այդ երկու կադրերը, հասկանալ որտեղ է եղել իսկապես բռնի ուժ ու որտեղ չի եղել դա։ Ու անհամաչափ բանակ իրարվել հիմա։ Մեր պահանջը նրանում է, որ գոնե հիմա ներկա պահին տնային կալանքով գոնե ես իսկապես ուզում եմ, որովհետև մայրիկը գիտեմ բժիշկ է, նախ իր հսկողությամբ արդեն իսկ հոգեբանորեն երեխան որ տանը լինի, ինքը հաստատ հոգեբանորեն շատ ավելի լավ վիճակում է լինելու։ Իսկ մենք բոլորս լավ գիտենք, որ Դավիթը ունի 1000 անգամ արդեն պաշտպանները դրա մասին նշել են անհամատեղելի կալանքի հետ հիվանդություններ ու չպիտի լինի կալանքում ու եթե ինքը նորմալ է մեր երկրում, այսինքն որ երեխուն տանում են կալանավայրի դիմաց ուշաթափվում է եւ հետո բերում են հիվանդանոց, չգիտեմ, սևացած եղունգներով, հիմա կարծեք, չգիտեմ, հուզիչ եք խոսում, էմոցիոնալ բաներ եք ասում, բայց դե կներեք Բա 12 դասարանի երեխու են ձերբակալել, բա ոնց խոսենք։ Ես որպես մայր նորմալ չեմ անում դրան։ Ներողություն ընդհատելու համար այդ կարեկցանքին զուգահեռ կարեկցանքի փոխարեն մենք քրեականների կողմից ծաղրանքի նկատում։ Մենք դրա մասին Թո ինքը կոկորդիլեսներով, Իրանը դա է, ջանիկ, դու կոկորդիլեսներով զբաղվի, դրան արդեն այնքան խոսեցինք նրա մասին, իրականում այն որ դարձավ իր բենեֆիսը, բայց հասկացեք, նույն կոկորդիլոսի հարցը չի ստեղ։ Շորջան մի բան ասեմ խոսում եւ ինչին արդեն են քննադատում ու ծաղրում։ Եկեք այդ հարցին։ Ու նաև շատ մարդիկ ներողություն Անջան, այստեղ կանգնած են ու կանգնում են իմ ու Աննայի գրառումների տակ գրում են կներես Անջան, հեսա շարունակես, այնպես որ ես իսկապես չեմ ուզում, որտեվ այդ նույն բաժանումը ամեն օր անում են նաև մեր հայրենակիցների միջև։ Այս ինչները լավն են, այն ինչները վատն են, բայց ես որպես ու Աննան որպես բարեգործությամբ երկար տարիներ զբաղվող մարդիկ, մենք տեսնում ենք աջակցություն իրար նկատմամբ մարդկանց, դրա համար սուտ fake, լրի fake խոսույթա, որ ինչ որ հայերը իրար չեն կանգնում մեջքի, ոչ, կանգնած են, այսքան հայ այստեղ իր բանու գործը թողած հիմա եկել է, կանգնել է ի պաշտպանություն այդ երեխու, մենք պահանջում ենք, կրկնում եմ, բոլոր այստեղ գտնվող մարդիկ անհապաղ Դավիթին ազատություն կամ գոնե տնային կալանք, թող ինձ ներեն պաշտպանները, միգուցե սխալ եմ ասում այդ տնային կալանքի բանը, բայց ես իսկապես կարևորում եմ, որ 12-րդ դասարանի երեխան, որը հենց հիմա պիտի իր դասաժամը աներ դպրոցում, պիտի գոնե տանը լինի իր մայրիկի կողքին, հատկապես եթե մայրիկը բժիշկ է եւ կարա այդ հսկողությունը ապահովի։ Ավարտելով Անայսի խոսքը, խնդրում եմ, գնահատական տալիս եմ նորմալ բաների։ Եկեք ամեն մի էժանագին պահվածքի եւ հրապարակման գնահատական չտանք։ Այդ գնահատականները արդեն վաղուց տրվել են գիտակից մարդկանց կողմից եւ ես միշտ ասում եմ, որ կգժվեի աշխարհի անարդարությունից, եթե չիմանայի, որ վերջին խոսքը Աստծունն է։ Վստահ եմ ամենամեծ գնահատական Աստծո կողմից է տրվելու նման, եթե կարելի ասել, մարդկանց։